Այս փաթեթին երկար եմ սպասել։ Եկեք միասին unboxing անենք։ Տա-դա-դա-դամ։ Սուջուխ, թարմ, անտի։ Oh my god, what is this? Nice. Oh, հոտը։ Ես ինչ թարմը։ Թոփուկ, անտի սուջուխ։ Թարմություն։ Ընտիր շատ համով պատվիրել եմ հայ կնոջից ով ապրում է Ֆրանսիայում եթե կուզեք գրեք կոմենտներում շատ լավն է այսօր որոշել եմ տոնածառ դնեմ մեր տոնածառը շատ փարթամ եւ հիասքանչ տոնածառ չի բայց կարևորը տոնածառը չեմ հիշում խաղալիքներ ինչ ունենք ես այս տարի ուզում եմ ինչ որ յուրահատուկ ինչ որ գտնեի սիրուն զարդարանքներ բայց ինչքան խանութ էի գնում չէի կարող հասկանալ ինչ եմ ուզում էլի տարբերակ ունեի բայց գիտեք ինչ էի ուզում նկարներով էի ուզում պոլարոիդի բայց էլի չեմ գնացել խանութ հայկը ջղայնանում է երևի իմ վրա որ չեմ արել այդ միտքը բայց կանեմ ինձ թվում է կգնամ ստեղ մի հատ խանութ կա անունը Քրուիդվատա նկարները կտպեմ ջան մենք ունեինք պոլարոիդի կամերա բայց իր մեջի այդ քարտերը վերջացել են դրա համար հիմա կտպեմ նկարներ ուղղակի եկեք հիմա բացենք իմ շտատիվն էլ է ջարդվել ես չեմ կարա սիրուն դնեմ նկարեմ իմ անցած տարվա խաղալիքներն են հիմա այսինքն մենակ ունեմ կարմիր խաղալիք ու բանտեր կփորձեմ ինչ-որ ոնց անցած տարի էր ձևավորումը ավարտեցի մեկնաբանություն էի ստացել իմ օրագրերի մասին խոսայի պատմեի թե ոնց եմ ամփոփում տարին ու իմ հին օրագրերից ցույց տայի բայց ես դեռ դրա խիզախությունը չունեմ որ իմ հին օրագրերից ինչ որ շատ կրինժ մասեր ցույց տամ որովհետև դե երեխա տարօրինակ բաներ
Դրա համար հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ես ոնց եմ ամփոփում իմ տարին։ Ես հենց սկսում եմ իմ ծնունդից դեկտեմբերի 1-ից ես օրագիրս փոխել եմ։ Մի քանի անգամ ասել եմ, որ սա իմ հիմն է։ Հիմա ես առել եմ այս մեկը, ով ապրում է Բելգիայում ու ուրիշ եվրոպական քաղաքներում, երկրներում։ Սա Հեմա խանութից եմ առել։ Ավելի հարմար է, սենց տարբերակով, որ ինչ-որ չհավանող էջ լինելու դեպքում պոկես։ Ես վերջում, անցած վիդեոյի վերջում ասեցի, որ նամակ եմ գրում միշտ ինձ ապագայի Էռնային մի տարի հետո, որ կարդամ։ Ու հիմա այդ նամակը բացելու ժամանակն է, կանեմ մենակ, որովհետև երբեմն նենց բաներ եմ մեջը գրում, որ հետո շատ սենց ազդում է սրտիս։ Մեկը հենց դա է, նամակ գրեք ինքներդ ձեզ ու փակեք ու մոռացեք այդ նամակի մասին, դրեք ձեր բլոկնոտի վերջին էջում, որ տարվա վերջում կարդաք։ Երկրորդը մի քանի գրառումներ արեք, թե ձեզ ինչ դուր եկավ այս տարվա մեջ, ինչ դուր չեկավ, կարաք բաժանեք մասերի, ինչ դուր եկավ, ինչ դուր չեկավ, ինչ կուզենաք փոխեք մյուս տարում, ու ինչ կուզենաք հասնեք։ Ես գիշերը գրում էի մի քանիսը, հիմա կենտրոնանալը շատ դժվար է ստացվում։ Գիշերը հենց այդ ժամանակն է, երբ որ սենց լռություն կա, ինչ-որ մելանխոլիա կա, ավելի ինքդ քո հետ լինելու համար։ Դրա համար վերցնում ենք տետրն ու գրիչը, բացում ենք, ես արդեն գրել եմ մի քանի էջ ու գրում ենք 5 բան, թե ինչ մեզ դուր եկավ այս տարվա մեջ, որ արել ենք։ Երրորդ կարևոր բաներից մեկը այդ ուբորկա անելն է, մաքրություն, գլխում, տանը, հեռախոսի մեջ, որը ամեն օր, ամեն պահ մեր ձեռքում է, նկարներ, ֆայլեր, վիդեոներ, չգիտեմ, ինչ-որ էջեր, ամենակարևորներից նաև vision board ստեղծելն է, որը աչքի համար շատ կարևոր է։ Ես փակցրել էի իմ նստապարանի մեջ հենց ներսի հատվածում, որ մենակ ես տեսնեմ, ավելի լավ է նենց տեղ փակցնեք, որ մենակ դուք տեսնեք, չկա անընդհատ դա տեսնի ու վիզուալիզացնի։ Իմ նկարների 80%-ը եղել է։ Նենց բաներ է եղել, որ չէի մտածում, որ կլինի, բայց ուղղակի տպել եմ, Pinterest-ով գտեք ձեր ցանկությունների նկարները, կոլաժ սարքեք ու գունավոր print-ով տպեք։ Ես տենց եմ արել, կամ առանձին նկարներ տպեք, ինչ-որ փայտից, սենց թելերով բաներ կա, ես ունեմ նորից, դրա վրա նկարները խփեք, հենց կատարվում է, վրան X քաշեք։ Ինձ այդ տարբերակն էլ է օգնում, գնամ ինձ թեյ սարքեմ կամ տաք շոկոլադ, բայց նախընտրում եմ թեյ, որովհետև տաք շոկոլադը շատ կալորիայով է։ Անցնեմ իմ գործին, ես լույսը ինձ թվում է ձեզ էլ ներվայնացնում, ես նոր մտածեցի ու ֆայմեցի, ես անցնեմ իմ վիզուալիզացիային, իմ օրագրին, գրեմ, դուք էլ անպայման գրի առեք ձեր մտքերը, ձեր տարին ամփոփեք ու հաստատ լավ արդյունք կունենաք։ Դե բարի գիշեր, դուք էլ զարդարեք եւ ուրախացեք այս սիրուն լույսերով։